ակնհայտ էր, որ պատերազմից հետո մեծ ծավալի զենք պիտի որ տեղափոխված լիներ եւ դրա մասին խոսում էին նաեւ իշխանությունները, որ կար զենք, որը տեղափոխվել էր Հայաստան եւ այս տարածքը ավելի շուտ եւ դրանց վերադարձնելու, հա, պետության վերահսկողության տակ բերելու, չգիտեմ ինչ կանոն են գործողություններ արել, բայց ստացվում է, որ այդ զենքը պարբերաբար կրակում է։ Այդ խնդրի մի կողմն է։ Մյուս կողմը ակնհայտ է, որ ատելության այս խոսքը, այս մթնոլորտը ընդհանուր որը կա, ինքը չէր կարող չարտացոլվել այլ դրվագներում, այսպես այլ իրավիճակներում դուրս չգար, սա երկրորդ խնդիրն է։ Եվ վերջապես երևի ամենակարևոր խնդիրը դա երբ որ քո հատուկ ծառայությունները, քո ոստիկանությունը, քո օպերատիվնիկները, հա, այն կառույցները, որոնք պիտի որ կանխարգելիչ աշխատանք անեն կամ օպերատիվ աշխատանք անեն, բոլորը լծված են ինչ որ անհասկանալի գործողություններ իրականացնելուց։ Նիկոլ Փաշինյանի տարբեր այսպես ֆանտազիաներ իրականացնելուց, սկսած ակտիվիստների վերաբերյալ լայքերի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ տեղեկություններ հավաքելուց վերջացրած, չգիտեմ, ինչ որ խմբակների, ինչ որ միջոցառումներ կազմակերպելու ու անվտանգությունը ապահովելու հարցերում կամ տեղի բնակչությանը հետ զրույցներ վարելու կամ Նիկոլ Փաշինյանի տեսակետը չկիսող հոգևորականներին գնալ համոզել խոսել, զբաղված են մի բանով, ինչ իրանց հետ ընդհանրապես չի վերաբերվում, ինչը հակասահմանադրական, հակաիրավական է, բայց շեֆը տենց է ուզել, հիմա իրանք էլ դրանով են զբաղված։ Մեծ թվով մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են համակարգում, զուտ հիշեցնելու համար ասեմ, որ ես երբեք այդ համակարգի մեծ այսպես ֆանատը չեմ եղել ու մենք միշտ ունեցել ենք տարաձայնություններ, բախումներ ու պայքար իրար դեմ, բայց մեծ չգնահատել այդ համակարգում աշխատող պրոֆեսիոնալներին իրանց փորձը ուղղակի հիմարություն կլինի, որտեղ դա մեր ներքին անվտանգության հարցն է լուծում։ Իսկ մեծ թվով մարդիկ, ովքեր համակարգում երկար տարիներ աշխատել են, այդ թվում նաև օպերատիվ աշխատանքի հետ կապված, ուղղակի ասում են, որ մենք դիմում ենք գրում կամ անհամբեր սպասում ենք մեր թոշակի տարիքը մոտենա, առաջի հնարավորության դեպքում դիմում են գրում դուրս են գալ։ Մարդիկ չեն ուզում աշխատել այս աննորմալ վիճակում։